Քրիստոսի սիրով ողջույն ձեզ։ Այսօր մեծ պահքի 37-րդ օրն է եւ ըստ օրվա ընթերցումի եկեք խոսենք մեր մասին, հավատացյալներիս մասին, թե որքանով ենք մենք մեզ համարում քրիստոնյա կամ եկեղեցու անդամներ։ Բոլորս անշուշտ ունենք զանազան շնորհներ եւ այդ շնորհներով պայմանավորված ունենք առանձնահատկություններ։ Մեկը կարող է համեղ պատրաստել, մեկը կարող է գեղեցիկ երգել, մյուսը տաղանդավոր նկարիչ է, մյուսը ականավոր բանաստեղծ եւ այսպես շարունակ, բայց շատ կարևոր հանգամանք կա այստեղ, որ պետք է ուշադրություն սևեռենք, այս ամենի պարգևողը, այս ամենի պարգևիչը Սուրբ Հոգին է։ Եվ ահա այսօրվա ընթերցումն էլ հենց այս մասին է, Պողոս առաքյալի Կորինթացիներին ուղված առաջին նամակից։ Ինչ վերաբերում է հոգևոր պարգևներին, եղբայրներ, չեմ ուզում, որ անտեղյակ մնաք։ Գիտեք անշուշտ, որ մինչ հեթանոս էիք, ինչպես էիք գնում գալիս անշունչ կուռքերի մոտ։ Ուստի հայտնում եմ, որ ոչ ոք, ով Աստծո հոգով է խոսում, չի կարող ասել նզովյալ լինի Հիսուսը։ Նմանապես ոչ ոք չի կարող ասել Հիսուսը Տեր է, եթե ոչ Սուրբ Հոգով։ Թեև շնորհները զանազան են, բայց պարգևողը նույն Հոգին է։ Թեև ծառայությունները զանազան են, բայց Բաշխողը նույն Տերն է։ Թեև գործերը զանազան են, բայց նույն Աստված է հաջողում այդ ամենն ամենքի մեջ։ Բայց յուրաքանչյուր մեկին է տրված հոգու հայտնությունը բոլորի օգուտի համար։ Այո, սիրելիներ, մենք ամենքս մեկ մարմնի անդամներ ենք։ Մենք Տեր Հիսուս Քրիստոսի մարմնի անդամներն ենք։ Եվ ամեն մարդ, որ անդամագրվում է Տիրոջ Սուրբ եկեղեցուն, չպետք է կարծի կամ մտածի, որ ինքը անօգտակար է կամ անպիտան, այլ պետք է մտածի, որ թե ինչպես կարող է ինքը օգտակար լինել Տիրոջ խորհրդական մարմնին, ինչպես կարող է իր շնորհները ծառայեցնել հանուն ընդհանրական մենքի։ Այսօրվա ընթերցումը կոչ է յուրաքանչյուրի սպահելու այդ հաղորդակցությունը, ինչպես հոգեգալստյան ժամանակ, որ մենք տեղեկանում ենք Գործք առաքելոց գրքից, առաքյալներն էին միասիրտ եւ միատեղ, այդպես մենք իբրև Քրիստոսի եկեղեցու ճշմարիտ անդամներ եւ Քրիստոսի մարմնի անդամներ, պիտի կարողանանք այդ հաղորդակցությունը պահել, որպեսզի մեր ուրախությունն ամբողջական լինի հենց իրենով, Տեր Հիսուս Քրիստոսով։ Աստված պահապան ամենքիս։